Մարտի 8-ի առթիվ շնորհավորական ուղերձներ հղեցին Վայոց ձորում։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքայելյանը, Եղեգնաձոր համայնքի ղեկավար Դավիթ Հարությունյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը, Շամշան Կետքոմի, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարիկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները գեղեցիկ ավանդույթ են դարձրել մարտի 8-ին կին վարորդներին եւ կին գործընկերներին շնորհավորելուց բացի նաեւ ծաղիկներ նվիրել։ Մարտի 8-ին կանանց միջազգային տոնի կապակցությամբ ՊՑ Վայոց ձորի մարզի գումարտակի պարեկները գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Սևոյանի, Վաշտի հրամանատարներ Գևորգ Գյուրջյանի եւ Արտակ Հակոբյանի գլխավորությամբ հերթական անակնկալը մատուցեցին։ Կին վարորդները անկեղծորեն խոստովանում էին, որ չէին պատկերացրել, որ կարող է պարեկը կանգնեցնի տրանսպորտային միջոցը եւ վարչական պատասխանատվության կամ նախազգուշացում կատարելու փոխարեն ծաղիկ նվիրի ու բարի ճանապարհ մաղթի։ Լուսանկարներն ու տեսանյութը Կարեն Գրիգորյանի։ Մարտի 9-ին ավտովթարը տեղի ունեցել Վայոց ձորի մարզում ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 136.5 կմ հատվածում, Վայք քաղաքի վարչական տարածքում։ Ճակատ-ճակատի բախվել են Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Գառնիկը-ի վարած Lexus մակնիշի եւ Սյունիքի մարզի բնակիչ 54-ամյա Գուրգեն Վ-ի վարած BYD մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BYD ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 84-ամյա Անժելա Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայք բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի եւ վաշտի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Թորգոմ Ղամբարյանը եւ Սամվել Սարգսյանը։ Վթարի մասին ՊՑ Վայոց ձոր մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Լուսանկարները Եղիշե Պետրոսյանի։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռով։ Ավարտվեց Վայոց ձորի մարզի շախմատի պատանների եւ աղջիկների առաջնությունը։ Մինչեւ 8 տարեկանների առաջնությունը։ Առաջին տեղ Զաքարյան Արեն 9-9, երկրորդ տեղ Մանուկյան Վահան 9-8, երրորդ տեղ Գրիգորյան Լեո 9-6։ Մինչեւ 10 տարեկանների պայքարում։ Առաջին տեղ Ավետիսյան Դավիթ 8-6.5, երկրորդ տեղ Գևորգյան Տիգրան 8-6.5, երրորդ տեղ Հովանեսյան Էդիկ 8-5։ Մինչեւ 12 տարեկանների պայքարում։ Առաջին տեղ Հովանեսյան Ռաֆիկ 9-8, երկրորդ տեղ Վարդանյան Դավիթ 9-6.5, երրորդ տեղ Համբարձումյան Սամվել 9-6։ Մինչեւ 18 տարեկանների առաջնությունը։ Առաջին տեղ Եղոյան Ծովինար 8-6.5, երկրորդ տեղ Արտուշյան Նարեկ 8-5.5, երրորդ տեղ Աբգարյան Վահան 8-5.5։ Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։ Արևիկ Դանիելյան, Վայոց ձոր TV։